Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քաղաքային իշխանությունը միջև այսօր ինչ հանգստել է, ոչ մի հիմնավորում չունի։ Ինչ էլ որ պատճառաբանել է, արդարացված չի, որովհետև իրանց պատճառաբանությունները չի արդարացվել։ Տրանսպորտն էլ հանգստեցին, ավելի վատ է աշխատում, ավելի գրաֆիկը ուշուշ են աշխատում, ավելի քիչ փող են հավաքագրում։ Ամեն ինչը սրանց ձախողված է, որովհետև հեռանկար չկա, հաշվարկ չկա, խելացի ճշգրիտ մոտեցում չկա, մասնագիտական մոտեցում չկա։ Այս շենքում բոլոր ԿՊԱ-ականները ոչ մեկին ես չեմ տեսել, որ մասնագիտական ինչ-որ գիտելիքներով օժտված մարդիկ են սրանք։ Տենց բան չկա, ոչ ոք մասնագետ չի, անհիմն ամեն ինչը ինչ անում են ձախողվում է, բայց սրան ամեն ինչի պիտի վերջ լինի, թե չէ։ Թող իշնեն, ուրիշ բան չէ։ Ինչ որ մեկը իշնի, այդքան բան հանգստեցին, հիմնավորի ու արդարացնի, թե ավելացված գումարները որտեղ է ծախսում։ Ոչ մի գումար ճիշտ չեն ծախսում։ Եթե անշարժ գույքի այս կան թույլտվությունները տեսնում եք քաղաքում, այդքան նորակառույցներ կան, ճիշտ է։ Եթե այդ թույլտվությունները, այդ գումարները պետքա չծախսվի անշարժ գույքից անշարժ գույքից առաջացած գումարները, եթե չի ծախսվում անշարժ գույքի վրա։ Երխի է հավաքում։ Ես ուզում եմ վիսոտնի սարքեմ, որ գալիս եմ երխի ասում, այսքան պետք է մուծես, որ սարքես։ Հա, ամփոփելով ուզում եմ ասեմ։ Ինչ ասեմ, ես ուզում եմ հասկանամ վերջը երբ է լինելու։ Թանկացումներ, ձախողումներ։ Ու ոչ մի քաղաքացի դու ինչ որ մի բան զգացել ես քո մաշկի վրա, անգեր ջան, դու 7 տարի սրանք կառավարություն ու իշխանություն են։ Ես չեմ զգացել ոչ մի բան, ոչ մի փոփոխություն չեմ զգացել քաղաքում ծնվել եմ, մեծացել եմ, ապրում եմ։ Չէ, ես դաժե 18 թվին իրանք չեմ ընտրել։ Ես ընտրել եմ Բարգավաճ Հայաստանին, եթե ճիշտ է, իմ կարծիքն եք ուզում, իմ գործողությունները ես ինչ եմ արել։ Ես վստահում եմ Ծառուկյանին, միայն Բարգավաճին վստահել եմ, որովհետև մարդը միշտ խոսել է ժողովրդի անունից, երկրի բարգավաճման անունից, ու իր արած գործերն էլ տեսել ենք։ Ոչ 18 թվին ընտրել եմ, ոչ հավատացել եմ, բայց դա չի նշանակում, եթե ես չեմ ընտրել, իմ գործընկելա քաղաքապետարան պետքա չանեն։ Ես քաղաքացի եմ, մեր պահանջը օրինական է, ողորմություն չենք ուզում, ընկեր ջան։ Բոլորն էլ մի օր, բոլորի բնակարանն էլ մի օր դառնալու է 4-րդ կարգ։ Մենակ խոստացելը չէ, մենք ուզում ենք այն ինչը օրենքով մեզ հասնում է, ընկեր ջան։ Ստե ոչ մուրացկան կա, ոչ ողորմելի կա։ Իշխանություններին ընտրում է ժողովուրդը նրա համար, որպեսզի նրանք մեր փոխարեն ավելի խելամիտ որոշումներ տան ու աշխատեն։ Եթե չեն աշխատում, թող հրաժարական տան գնան, ընկեր ջան։ Էդ է իմ ասածը։